Ցեզի օրինակ մգուզեմ դալ եւ ադով սկսիլ եւ ինձ ասեք թե ինչու չեք կրնար այդ բանը անել։ Երևակայենք որ վարգյամը գիտեմ հիմա անուշ օդ գվայլենք արև այսօր շատ գեղեցիկ էր նորեն 80 աստիճան մի 15 30 աստիճան է դունդ անգորինիտ մեջ բարգած ես տակուկ Աղվոր հատ չակլետ մը կամ սուրճ մը խմես և հերախոսը հնչե և մեկը որ գիտես ծանոթ է օգնության պետք ունի քեզի գսե գրնաս իմ դունս կալ գրնաս ինձի օգնության հասնիլ դուրսը գնայիս կտեսնես որ ծույնը արդեն սկսած է և պատասխանդ ինչ պիտի լա այդ անձին շատ թյուրին էսել կարելի է վաղը կամ թե նայր ծույնն է այսօր, լավ ոտ չէ, չեմ գնար կալ, կամ ծույնը գենան է գուկամ, կամ թե հերացանին վրա են խոսինք, ինչ որ պետք ունիս։ Այս բոլոր պատճառները, որ գուտանք չենք գնար երթալ, արդարացի են ծևոմը, գնանք արդարացնել սելով, որ այո, իրավունք ունինք չեր տալու այս անձին դունը հիմա այս վարգյանին, բայց արդյոք իրական պատճառներ են, թե ոչ պատճառաբանություններ են։ Շատ փարակ թելմն է պատճառաբանություններու անցնիլը և ինձ համար հետաքրքրական է, թե ինչպես մարդիկ պատճառաբանություններ գտնեն, որ երբեմն իրենք մտածեն գսեն, արդյոք ես գավադամ ասացածիս, իրենց վարմունքը և գացությունը արդարացնելու համար պատճառաբանություններ գտապեն, յետևի, ամեն տեսակ պատճառաբանություններ գտնեն, արդարացի կամ ոչ արդարացի, և շատ անգամ Երբ որ այս սովորության մեջ կմտնենք, պատճառաբանություններ գտնելու, որ փամը չենենք, կամ թե շուզազնիս չլա, կամ թե մենք մեզի լավ ծծունենք, դեր մը գասնի, որ գհավատանք, որ մեր պատճառաբանությունները գաշխատին։ Բայց ձեզիս եմ, ուշ կամ գանուխ, մենք ստիպված պիտի լանք պատասխանատու գտնվել մեր ով լալովը կամ թե մեր ինչ ըրածովը։ Չենք կնար մեղատրել մեր վարքը կամ թե մեր վիճակը ուրիշներուն վրա։ Եթե գուզենք մենք Աստուծո ծրագիրը կատարել մեր կյանքերու մեջ, չենք կրնար պատճառաբանություններով ապրիլ։ Մարդ արարածը միշտ կգտնե պատճառաբանություններ իր փածերը կամ ցախողությունները shortfalls ծածկելու համար։ Առաջին մարդը այդպես սկսավ, եւ ինչ խորիկ կպիտի բադայի վերջին մարդուն։ Աթամը եւ Եվան, երբ որ գերան այդ արգիլված ծառեն Ինչ սկսան նել, երբ որ Աստված եկավ իրենց հարցումներ արցնելու, սկսան պատճառաբանություններ նել։ Աթամը մեղատրեց Եվային, եւ ադի չեր պավեր, Աստուծո ասավ, քու դված գինդ ինձի մեղատրել մեղքի մեջ ցկեց։ Աստուծո հանցավոր կդավ, որ գինը դվիր նայր գնգան պատճառով ես սխալեցա։ Եվ Եվան ինչ հրավ իր գարկին, Ասա որ օծը ինձի խապեց և պատասխանատվությունը իրենց վրա չարին և այդ ժամանակեն ի վեր մարդուն փնաստը միշտ մեղատրել է ուրիշներուն կամ ուրիշ բաներ, որբեսի իրենք հանցավոր չելեն իրենց ըրածի մեջ։ Քանի անգամներ լսած եք մարդիկ, որ գսեն ես չեմ գնար փոխվել։ 1001 պատճառաբանություն կգտնեն, որ Քեզի փաստեմ, որ իրենք չեն գնար փոխվել։ Լսած եմ, եթե Աստված ինձ գսիրե այս ձևով,
ինչու համար փոխվիմ։ Ուրիշներ գսեն, «Վալ ինչու ես փոխվիմ»։ Դիմացինը թող փոխվի, ուրիշը թող փոխվի։ Ուրիշներ ալ գսեն, «Ինչ է դարբերությունը փոխվելուց, որովհետև Եվ գսկսին ես այսպես եմ, ես հայ ծնած եմ, իմ մամաս այսպես մեծուծած է, այսան եղած է, անան եղած է, բարձաբես պատճառաբանություններ գործեն գտնել, որ չփոխվին։ Գիշեք անցյալ անգամվա բացատրությունը, որ ցեզի դվի պատճառաբանության ինչ էր, սուտմը բադված պատճառով։ Այդ է պատճառաբանությունը։ Եվ Ղուկաս 14-ի արագը, որ այսօր վերջին բաժինն է, պիտի վերջացնեմ, Հիսուս հոնդեղը այս արագի մեջը մեզի ցույց թե ինչպես մարդ արարածը միշտ գմերժե Աստուծո հրավերը, որ իրեն արած նախապատրաստություններով փրկության ծրագիրը պատրաստած է, որ անցմը փրկվի եւ օրհնություններով ապրի, բայց մարդը միշտ գմերժե այդ բոլորը։ God has an abundance of provisions for all. Ամեն անց որ հրավիրված էր այդ խնջույքին, երբ հասավ ժամանակ, որ խնջույքին ներկա գտնվեին, ամեն մեկը սկսավ պատճառաբանություն մտալ։ Առաջինը տեսանք, որ հողը քնած էր, եւ գսե պետք է երթամ հողը քնեմ։ Սխալ բանը չի գա հող քննելու մեջը։ Շահագործությունները, investments-ները, սխալ բանը չի գա, բայց հարցը գսկսի, երբ որ այդ բաները Աստուծո դեղը գարնեն եւ Աստուծո ժամանակեն կկողնան եւ մեզի Աստուծմե կհերացնեն։ Երբ պատճառաբանություն կփնենք այդ բաները, որ Աստված մեզի տված է, որ Աստուծո նպատակին կամ նպատակագետին հերու մնանք մեր կյանքերուն համար։ Եվ այս մարդը, որ այս պատճառաբանություն բռնեցելով թե հողը պետք է երթարդեսներ, խնջույքեն զրկվեցավ խնջույքին օրհնություններեն։ Երկրորդ անձը, որ հանդիպեցանք, հողագործներ, գսե 5 հատ ես քննեցի։ Եվ դերտամ եզերս փորձեմ։ Այս մարդը իր արհեստը պատճառաբանություն բռնեց։ Պետք է երթար եզերուն է դսվաղեր։ Նորեն մեր գենցաղը, մեր ասպարեզը սխալ բանը չէ։ Պետք է ամեն մարդ աշխատի, Սուրբ Գրայինը սկզբունք մնե, որ մարդիկ աշխատին։ Որովհետև եթե գսե Պողոս առաքյալը մեկը չաշխատի, թող չուդեալ։ Բայց հարցը գծակի, երբ որ մեր գործը չի համապատասխանիր Աստուծո ծրագիրներուն մեր կյանքերուն համար։ Եվ այդ գործը մեզի կհերացնե Աստուծո ծրագիրեն եւ նպատակեն։ Հոս է դժվարությունը սիրելիներ։ Շատեր այսօր գսեն պետք է աշխատիմ։ Այո, պետք է աշխատիս, բայց պայման է, որ այդ գործը աշխատիս։ Կարելի է, որ ուրիշ գործ մը գա, որ Աստուծո հետ չի խանգարեր քու Աստուծո հետ հանցնելիք ժամանակը։ Երրորդ պատճառաբանությունը եղավ անցիմը գոմեն, որ նոր ամուսնացած էր։ Շնորհավոր լա։ Բարով վայելեք իրարու։ Բայց ցավալին այն է, որ այդ հարաբերությունը նորեն, որ Աստված օրհնած էր, Աստված այդ ամուսնությունը հրած էր, Աստուծո հիմնադրությունն է ընտանիքը, Աստուծո դեղը արավ։ Այդ ամուսնության հարաբերությունը պատճառաբանություն դարձավ, որ այդ անձը Աստուծո նպատակագետեն հերանա։ Չեն գնար մեր հարաբերությունները հագամարտիլ Աստուծո ծրագիրներուն եւ նպատակագին հետ։ Our relationships must never conflict with God's plans and purposes. Եթե նայենք այդ օրինակին, որ սկիզբը ցեզի դվի ցույներ կանչեց չկացինք, պիտի տեսնենք, որ պատճառները, որ մենք կարծեցինք, որ պատճառ դվինք, որ չենք կնար այդ անցինքով երթալ, ինքնագետրոն պատճառներ են եւ անձնաբաշխության հետ գաբունին։
Եվ ասոնցմով շատ անգամ մենք մեզի արդարացնել գուզենք։ Ինքնագետրոն, դակու գանգոյնես սիմա ինչու բիդել եմ։ Հանկիստս ինչու բիդի խանգարեմ։ Այդանցը պետք ունի, բայց իմ հանկիստս ավելի կարևոր է այդ անցին պետք են։ Պետք է արդյոք այնքան մեծ չանք թափենք, որ արդարացնենք մենք մեզ, երբ որ փամը չենք ուզեր ընել կամ չենք ուզեր լալ։ Մտածած եք, որքան ջնշում մենք մեր վրա կփանեցնենք, երբ որ պատճառաբանություններ կուզենք ստեղծել, որբեսի չնենք կամ չլանք ինչ որ պետք է ընենք կամ լանք։ Եվ այդ ընելով մենք Աստուծո մեզի համար կարողականեն potential-են եւ ծրագիրեն կբացեցնենք։ Եթե մենք Պողոս Արաքյալին խրադը ստանայինք, Փիլիպպեցիս 3:14-ի մեջ կսե գհեդաբնթեմ նպատակագետը Քրիստոս Հիսուսով եղած Աստուծո վերին գոչումին մրցանակին համար մենք երբեք պատճառաբանություններում մասին պիտի չմտածենք, որովհետև մեր նպատակագետը վերին գոչումին մրցանակին հասնել է, այսինքն Աստուծո ուզածը ընել է, եւ պիտի չհոգնենք մենք մեզի այդ ճնշումները ավելի պիտի չավելցնենք մեր վրա պատճառաբանություններ գտնելով։ Որպես Աստուծո զավակներ Աստված մեզի կանչած է, որ ցտինք նպատակագետին, որ Աստված մեզի համար դրած է մեր առջևը։ Aim for the mark that God has set before us։ Ինչ կբադայի, երբ որ մենք պատճառաբանություններ գտնենք, իրականության մեջ այս է պատկերը։ Մեր երբ որ երբ որ նպատակագետին չենք հասնիր, կփորձենք նպատակագետը հարմարցնել մեր վիճակին։ Օրինակ մտամ։ Նետ զարնողները, գիտեք, գլորակ բուլզայը։ Եվ նետը կքաշե, երբ որ նետը բուլզային չի տպնար, կպերը բուլզայը նետին կով։ Փոխանակ նետը ցկտելու, էյմնելու բուլզային, մենք կպերենք բուլզայը նետին կով։ Այմար թեդևեցավ, շիդակ եմ։ Երբ որ Աստուծո ուզածը չէ, որ գուզենք գնել, ճիշտ այդ է գնենք։ Գուզենք Աստուծո հարմարցնել մեր ցևին, մեր վիճակին, եւ կսկսենք պատճառաբանություններ փնտրել, գտնել, որբեսի մենք շիդակել ենք։ Մենք արդարացած ենք, բայց իրականության մեջ գիտենք, որ սխալ ենք։ Նպատակագետը փոխադրեցինք դերը, որբեսի մենք հանկիստս կանք, արդարս կանք, լավս կանք։ Սիրելիներ, Աստված մեզի համար չափանիշներ դրած է, որոնց ցտինք։ God sets standards for us to aim։ Եվ այդ չափանիշները չեն գնար շարժիլ։ Երբ որ շարժես Աստծո չափանիշը, տուն քու կարողական է potential-դ վար կյանք կապրիս։ Եվ երբ որ պատճառաբանություններ կփնտրենք, ասել է թե ուզենք Աստուծո չափանիշները շարժել, the standards։ Երբ որ պատճառաբանություններ գնենք, չենք գնար ապրիլ այն կամքին մեջ, որ Աստված մեզի համար ունի, այն ծրագիրի մեջ, որ Աստված մեզի համար ունի։ Եվ Աստված ամեն մեկուս համար նպատակ մի եւ ծրագիր ունի։ Աստծո խոսքը մեզի գսե, եւ այդ պատճառաբանությունները, որ մենք գնենք, պատճառը այն է, որ կծախողենք, ծախողած ենք, եւ երբ որ պատճառաբանություններ գնենք մեր ծախողելուն համար, այդ պատճառաբանությունը մեզ մեկ կողնա մեր կարողականեն, մեր potential-են։ Եվ մեզի գբահեն յետև այն բանեն, որ Աստված մեզի համար գուզե, որ ընենք, կամ այն բանին, որ Աստված գուզե մենք հասնենք,
այն բանը, որ Աստված ուզե մեր մեջ ունել կամ մեզ մովնել, այդ բոլորեն ավելի գհերանանք։ Պատկամիս նույնը դրած եմ պատճառաբանության վնասները եւ ցեզի 6 վնասներ պիտի դամ։ Հիմա որ ինչպես մեզի ետ կբահեն Աստուծո լավակույնեն։ Առաջին պատճառաբանությունները գարտարացնեն մեր չփոխվելը։ Երբ որ մենք չենք փոխվիր, կնշանակե թե մենք չենք աճիր Տերոջով։ Երբ գսե թե մենք Քրիստոսով նոր արարածներ ենք, ինչ կսա դիգացեզի փոխություն։ Բիդի փոխվինք, նոր բիդի լանք։ Եվ երբ որ պատճառաբանություններ գնենք, գարտարացնենք մեր չփոխվելը եւ գմնանք քաջաճ։ Աստծո որպես զավակներ։ Երկրորդ պատճառաբանությունները վավերացնեն միջագություն։ Շատեր կան այսօր միջագը լալով կողեն։ Բայց գիտեք, որ Աստված մեզի համար լավակույնը գուզե, որ մեկը պիտի նախընտրեիր, լավակույնը, թե ոչ երկրորդ լավակույնը։ Երբ որ ինքնաշարժ մի դառնենք, Աշուշ լավակույնը գուզենք, մեր տրամին համար լավակույնը գուզենք առնել։ Ինչու հաբա, երբ որ Աստուծո գուկա, լավակույնը չեն գուզեր, երկրորդ լավակույնին ետևեն գվազենք։ Աստված կփապակի մեզի համար, որ մեր վրա արատ օրհնություններ թափե մեր կյանքերներս։ Եվ այդ օրհնությունները երբեք մեր վրա պիտի չասնին, երբ որ միշտ մենք երկրորդ լավակույնով կկոհանանք եւ հանգիստ կզգանք։ Գավադամ որ Աստված միջագության Աստված չէ, Աստված լավակույն ծրագիրներ ունի մեզի համար եւ մեզի համար ուզե որ լավակույնը ըլլանք։ Երրորդ պատճառաբանությունները ինքնագետրոն գլան եւ ընդհանրապես կմտածեն եսին եւ իմին ինձ բարին վրա ես իմ ինձ եւ ինչ կնշանակի դիգա հբարդություն ես լավ եմ ինքնագետրոն անձնասերությունն մեջ գին այո շիդագի վտանգավոր դեմը որ մեկը գնա գտնվել երբ պատճառաբանություններ գնե չորրորդ պատճառաբանությունները զոհը լալու լեզուին մեկ մասն են excuses breed a culture of hopelessness. I'm sorry, is the language of victims. That was the next one. Ինչ կբադայի երբ որ մեկը պատճառաբանություններ գտնե, միշտ կփորձե համագրանք գտնել, sympathy. Գուզե որ ամեն մարդ քեշս կան իր մասին, իրեն խղճան, իրեն քիչ մը այսպես շոյեն, նորեն ես մեջն է, ես ասպես եմ, ինձի մեղկացեք հաջիկ, եւ ասիկա վտանգավոր հոգեգան վիճակ մնե հոգեվոր կյանքի մեջ, երբ միշտ թունքեզի վարգս կաս, կուզես միշտ զոհ եղող անձը սկալ, ամեն մարդ մեղ կնա քեզի, շատ վտանգավոր վիճակ մնե։ Հինգերորդ, պատճառաբանությունները ձախուն գուդան անհուսության մշակույթին, excuses breed a culture of hopelessness, ասալ վտանգավոր բան մնե։ Ամենա վշտալի խոսքերը մեկը հավատացյալն համար այդ է որ կսե ես չեմ գնար երբ որ անհուսությամբ կխոսես եւ կսես ես չեմ գնար ցուն գրչագես բարդության թիպ մարդեն ցունքու վրատ When you speak out of hopelessness, you are declaring a position of defeat. Երբ որ անհուսութենե գխոսիս, Հիսուսի խոսքերուն եւ Աստվածաշունչի խոսքերուն հագարակն է որ գործես, որովհետեւ Ֆիլիպպեցիս 4:13-ի մեջ ինչ կսե։
ամեն բանի կարող եմ անով որ զիս սորացուց, ով է զիս սորացնողը, Քրիստոս ինքը, իսկ եթե դու գսես ես չեմ գնար, Սուրբ Գիրքին հագարակ կքալես։ Երբ որ գսկսես այդպես խորիլ, արդեն բարդված ես, արդեն ցախողած ես, եւ Աստված չուզեր որ մենք այդպես լանք։ Եվ վերջինը բաճարապանությունը հաջողությունները անհասանելի կդարձնեն։ Excuses put successes out of reach։ Ինչպես։ Երբ որ դժվար վիճակներու հանդիպենք, մեր բաճարապանությունները բաճար գլան, որ ետ թարնանք։ Վազանցնենք եւ հաջողությունը, որ մեզի կսպասեր հաջորդ անգույնը, ինչ կլա, կգործեցնենք։ Եթե մեկը պիտի հաջողի, հոս համար գսե ամեն բանի կարող եմ, դերը ուժը պիտի դա, դերը պիտի հայթայթե ամեն բան, պիտի շարունակե, ով որ մինչև վերջ հավատարիմ մնա, անիգա պիտի առնե թակը։ Եվ մենք դերոջը ուսալով պիտի շարունակենք։ Երբ որ կփախչենք դժվարութենեն, պիտի զրկվենք Աստուծո լավակույնեն, որ Աստված մեզի համար ծրագրած էր, որ մեզի կսպասեր։ Եվ այս բոլորը որ տեսանք, կցուցնե թե այդ պատճառաբանությունները, որ այս արագի մեջը այս 3 անձիկը դվին խնջույքին չմասնակցելով, ոչ մեկ տարբերություն ունին ներգայի մարդոց մե, որոնք նույն պատճառաբանությունները դակավին կշարունակեն, որ Աստուծո ուզածեն զրկվին։ Անշուշտ Աստված հոմբիդի չգենա եւ քանի որ դու մեջեցիր պիտի նեղվի եւ այլևս պիտի սե մեգունու բան պիտի չդամ ինչ պատմությունը շարունակվին է ինչ կբադայի 21-24 ամառի մեջ կսե քացեք դուրսը քացեք ով որ գուզե խնջույքին կալ անոնց բերեք ճուզողներուն ես զորով փերանեն ջաշը պիտի չտնեմ պիտի զորով պիտի չորտնեմ իրենց քացեք անոնք որ գամովին պիտի կան մակուր հանդերձներով եւ այս խնջույքին մաս պիտի գազմեն եւ Աստված պատրաստ է իր օրհնությունները դալու անոնց որ պատրաստ են ընդունելու ոչ մեկը այդ հրավիրվածներեն որ խնջույքին հրավիրված էին կրցան վայելել այս արադությունը որ այս դանդերը պատրաստած էր իրենց համար այդ օրհնությունները որ պիտի վայելեին եթե ներգա լային չգրցան վայելել Գերագուրը համաթամ գերագուրները որ այդ խնջույքին պատրաստված էին համը չարին Աստված մեզի համար համաթամ հոգևոր օրհնություններ պատրաստած է ամեն օր մեզի դալու երթաս կնստիս Աստուծո սեղանին վրա որբեսի այդ համեղ ճաշերը համդեսես Աստված կհրավիր ամեն օր որ մենք ներգա լանք իր ճաշկերույթին Այդ անձիկը որ մերժեցին ներգա լալ նաև գործընծուցին այդ ընդունելությունը այդ հաղորդակցությունը որ պատրաստած էր դանդերը իրենց համար որ պիտի գարնային ունենալ խնջույքի մեջ երբ որ գբացագայիս Աստուծո դունեն հավատացյալներու հավաքույթեն գզրգվիս այդ ընդունելութենեն, այդ հաղորդակցութենեն, որ դերը պատրաստած է մեզի համար, որ միասին աջինք, մեծնանք, հրավերը մի մերժեր։ Այդ ժամանակին այսպիսի խնջույքի մը հրավիրվիլը մեծ պատիվ էր։ Երբ ցեզիս եմ Քրիստոսի խնջույքի սեղանին հրավիրվիլը ալավելի մեծ պատիվ է։ Աստված մեզի բեսները, որ մեղքի մեջ էինք, ամենքը մեղ գործեցին և Աստուծո պարքեն բաքսած են, մեզի գինար թժող, հավինենական դանչանք և Աստված կսե եկեք իմ սեղանս նստեցեք։ Որքան անմիտ պետք է լանք, որ մերժենք Աստուծո այդ սեղանը։
Բայց ցեզիսեմ այսօր շատ մարդիկներ կան, որ գսեն, այդ սեղանը ինձ համար չէ։ Ես չեմ ուզեր այդ սեղանին բաժին գազմել։ Ես կնախընտրեմ թժողկի գրակները եւ հավդենական տանչանքը եւ կշարնագեն իրենց ճամփաներում մեջ։ Որքան մեծ անմտություն։ Հիսուս կսե եկեք։ Ցեզի գրավիրեմ։ Աստծո պատկամը այս արագի մեջ շատ բարձ է, երկու բաժին ունի։ Առաջին Աստված գուզե որ ամեն մարդ փրկվի։ Փրկության թուրը բաց է ամենուն։ Գսե եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ ես ցեզի պիտի հանգեցնեմ։ Ցեզի պիտի փրկեմ, ցեզի պիտի մաքրեմ ձեր բոլոր մեղքերեն եւ պիտի դամ նոր կյանք, հավդենական կյանք, ալավելի կյանք։ Առաջին Դիմետրիոս 2:3-4 գսե այդ է բարին եւ ընդունելին մեր փրկիչ Աստծո արչեւ Ան գուզե որ բոլոր մարդիկը փրկվին ու քան ճշմարտության գիտակցության բոլորի մեջ կան ես եւ դու ամենքս Աստված գուզե որ մեկը չգործվի երկրորդ փրկվել են յետք Աստված գուզե արատաբես օրտնել այդ փրկված անձիկը նայեցեք ինչ կսե Երեմիա 29:11 Քանզի ցեզի համար ծրակիրս գիտեմ գսեդերը ծրակիրը փարորության եւ ոչ չարիքի ցեզի աբակամը եւ հույսը դալու Աստված այս է որ գուզե դալ մեզի ոչ թե միան փրկվել ալ ավելին Աստված փարորության ծրակիր ունի քեզի համար աբակամը եւ հույսը որ այս աշխարհը չի գնար տալ այս է Աստծո ծրակիրը ամեն մեկ անցի համար որ այս աշխարհին վրա գծնի եւ գաբրի Բայց ամեն մեկ անց պետք է նախ ընդունի Աստծո հրավերը։ Հրաժարի իր պատճառաբանությունները եւ կամ միանա սեղանին։ Ադորամար երկու գիրագի արի այս պատճառաբանություններուն վրա խոսելու։ Երբ ես կսերդեի ինձ շատ տպա, որովհետեւ դեսա թե ես ալ շատ անգամ պատճառաբանություններ բռնածեմ եւ Աստուծո ուզածը չեմրած եւ անշուշտ անոր գողքին զրկված եմ Աստուծո փարիկներեն օրտնություններեն որովհետեւ պատճառաբանությունների այսօր ինչ կրնանք սորվիլ այս արագեն որ թատրինք պատճառաբանություններ գտնել են ոչ մեկ օգուտ ունի պատճառաբանությունը երբ որ պատճառաբանություն կպնդրես այդ վարյանին որ գնես կգարձես որ ազատեցար, հանգչեցար, բայց քանի որ սովորություն կդարձնես, ադիգա կսկսի վրա ճնշում դառնալ, ավելորդ ճնշումը, որ ոչ մեկերնից պետք ունի։ Թատրինք պատճառաբանություններ ունեն։ Աստված մեզի գուզե որ իր կարողականին, potential-ին համացայն ապրենք։ Ամեն մեկերնից Բարձր կարողականներ ունենք, որ Աստված մեզի համար գուզե որ այդպես ապրենք, բայց պատճառը որ չենք գնար ապրիլ, այն է որ գսենք ես չեմ գնար, ես չեմ ուզեր, ես ուրիշ բան ունի մնելիք, եւ ադոր համար միշտ կարոտ ենք։ Գուզեմ որ այսօր Պողոս Արաքյալին այս խոսքերը Փիլիպպեցիս 3:14 մեր ականջներուն օղ դառնան Գեհդաբնթեմ նպատակագետը Քրիստոս Հիսուսով եղած Աստուծո վերին գոչումին մրցանակին համար։ Այո, աշխարհի վրա բարդականություններ ունենք, բայց վերին գոչումը ամենակարևորն է։ Արդյոք գեհդաբնթենք Պողոս Արաքյալի պես վերին նպատակագետը։ Աստված մեզի բոլոր նախապատրաստությունները դեսած է։ God has given the provisions, ինչպես ընտրիկին ամեն բան պատրաստած էր։ Միանկալ եւ ուդել պետք էր Աստվածալ մեզի ամեն կարողություն դված է Աստուծո խոսքը դված է որ ապրենք մեր կյանքը մեր բարձրակույն կարողականով the highest potential live with the highest potential բայց մեզի գինա որ պատճառաբանություններ չգտնենք որոշենք այսօր որ ասկե վերջ պատճառաբանություններ պիտի չունենք եթե այս մեկը կարողացան գնել Գիտած եք որ ծեր կյանքերը շատ ավելի օրտնապեր բիլան որտեղ Աստված
Փրկվել են իդ ինչ կուզենել, օրհնել հավատացյալները արադորեն ամեն օր իր խնջույքի սեղանին կանչելով։ Դեր օրհնե բոլորիդ։